Ազգային ժողովի վարչական շենքում աշխատանքային անելիքներից բացի պատգամավոր Հակոբ Հակոբյանը պարբերաբար իր օրը սկսում է իր իսկ ընտրատարածքում ընդգրկված համայնքների բնակիչների հետ հանդիպումներով, նրանց կողմից բարձրացված հարցերը լսելու, խնդիրներին ականջալուր լինելու նպատակով։ Արդյունքում 2007 թվականից առ այսօր թե պատգամավորի անձնական միջոցներով եւ թե համապատասխան այցյաններում տվյալ խնդիրները բարձրաձայնելու ճանապարհով բազմաթիվ հարցեր են լուծվել եւ լուծվում։ Ամեն տարի ես աշխատել եմ նույն ձևով, նույն ոճով, ինչ որ առաջի տարում եմ արել, նույնը եւ 10-րդ տարում եմ կատարում։ Այսօր շուտով կսկսվի նախընտրական ժամանակաշրջանը, բնականաբար ես ոսկի սարեր չեմ խոստանալու ոչ մեկին, ընդամենը ասելու եմ հետեւյալը. հարգելի տարուցիներ, ոնց որ ես աշխատել եմ նախորդ 10 տարիներին, նույն ձևով շարունակելու եմ հետագայում, եթե դառնամ պատգամավոր։ Առհասարակ պատգամավորի գործունեության լավագույն եւ օբյեկտիվ գնահատողը բնակիչն է ու շարքային քաղաքացին։ Այս դեպքում պատկերացում կազմելու եղանակը պատահական հարցումներն էին։ Պարոն Հակոբ Հակոբյանը ինչպեսի պատգամավորություն կարողացել է։ Շատ բարեխիղճ, շատ կազմակերպված, իր ամեն աշխատանքի համար պատասխանատու, օգնում է բոլորին։ Չեմ պատկերացնում, որ մեկը կանգնի ասի, որ ես դիմել եմ, չի օգնի։ Դա հնարավոր բան չի։ Բոլորին ուսման վճարներ, հիվանդանոցային, ունենց աղքատ մարդիկ շատ կան, այսօր գիտեք դրությունը հանրապետությունում, բոլորին էլ ձեռք է մեկնում։ Ես շատ սիրով Հակոբ Հակոբյանը մեր մարզում եղել է, ես իրան մի քանի անգամ հարցով դիմել եմ, մայրիկ եմ ունեցել, անկողնային պարկած, մեզ օգնություն ա ցույց տվել, մեր մարզի համար ինքը շատ ուսանողներ ունենք, որ նրանց համար գումարներ ա փոխանցվել։ Մեր Իջևանի պատգամավորն է, մենք գոհ ենք նրանից, շնորհակալ ենք, մեր Իջևանի շատ օգնել։ Բարեգործությունը հայրենասիրություն է, եւ այդ հայրենասիրության մեջ կանգնած է պարոն Հակոբյանը, որը անշահախնդիր ձևով օգնում է եւ դպրոցներին, եւ ուսանողներին, եւ սոցիալապես անապահով խավին, անտրտունջ, համեստ ձևով, առանց անպագորգոր արտահայտությունների, եւ ես զարմացած եմ այդ մարդկային լավագույն վարքագծից եւ շնորհակալ եմ, որ այդպիսի մարդիկ կան այսօր մեր շրջապատում։ Ես նախկին տնօրեն եմ ներկայանում եւ պարոն Հակոբյանը թիվ 3 դպրոցի Իջևանի բավական շատ օգնել է եւ երեխաների դասագրքերի անվճար անապահով երեխաներին ապահովելով եւ տեխնիկայով դպրոցին եւ ամեն մի հիշարժանոր երեխաների հոգին լցրել է երջանկությամբ իր արժանավոր վերաբերմունքով։ Դե ինչքան գիտենք պարոն Հակոբյանին, ես ոնց ասեմ, ճանաչելով մարդուն, իրանից տեսել եմ միշտ դեպի լավը ժողովրդի համար, ինձ համար անձամբ, ունեմ հիվանդ երեխա, բազմից անգամ օգնել է ինձ ամեն հարցում, թե ֆինանսապես, թե ասելով հիվանդանոցային պայմաններում, պետպատվերի սահմաններում ինձ օգնել է բավականին, որի համար ես շատ շնորհակալ եմ նման մարդուց, ու կուզեի, որ մեր շրջապատում լինեն նման մարդիկ, որպեսզի մենք կարողանանք գոյատևենք, ինչ որ մեր նեղ պայմանները, մեր վատ ապրելակերպը, ինչ որ հարցում մեզ օգնելու, նման մարդու հետ շփվելու, ու իրենից ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում ինձ համար, իմ անձիս համար, իմ տղայիս համար կատարած իր բոլոր օգնությունների համար։ Շնորհակալություն եմ հայտնում։ Մեր դեպուտատն է եղել, լսել եմ ստեղ լավ բարեգործություններ ա կատարում։ Ես հաճախակ եմ լսում նրա ձայնը բանում, խորհրդարանում էլի։ Հո, դեմի խելացի խոսում է, առաջարկանում է, շատ հոյակապ, շատ խելացի, շատ հասկացող, ես մեծ հույս ունեմ։ Շատ մեծ, անկեղծորեն, շատ գիտուն, հմուտ, իզուր խոսքեր չի ասում, այդքանը կարամ ասեմ, մեծ հաջողություն եմ ցանկանում ես իրեն։ Սիրում եմ Հակոբ Հակոբյանին, լավ տղա է։ Շատ լավ է, լավ պատգամավոր է։ Շատ լավ բարեխիղճ պատգամավոր է։ Շատ լավ մարդ։ Լավ մարդ։
Ինչով է առանձնանում։ Օգնում է ժողովրդին։ Վատ չեմ լսել, բացի լավ է ոչ մի բան։ Միշտ լավ է։ Հակոբ Հակոբյանը մեծ առաքելություն է կատարում Տավուշի մարզում։ Ցանկացած խնդրանք կատարում է շատ արագ, շատ աստվածային մարդ է։ Իսկապես ինքը մեծ գործեր է կատարում այստեղ, օգնում է բոլորին։ Պարոն Հակոբյանը օգնում է նաև բազմաթիվ ուսանողների, որոնք չեն կարողանում ուսման վճարը տալ եւ գալիս են պատմում են անգամ դեպք ա եղել ու ես ասել եմ դիմեք պարոն Հակոբյանին, իրենք ասել են հա, ասել եմ հա, դիմել են, հետո եկել ասել են շնորհակալություն։ Շատ հոյակապ մարդ, մեծատառով մարդ։ Ժողովրդին լավ անայım, այցելությունը լավ ալեմ, ընդունելությունը եւ ամեն ինչ։ Լավ պատգամավոր է։ Ամեն ինչով էլ լավն է։ Օգնում է ժողովրդին լավն է, էլի։ Շատ ընտիր, ինչ ալեր։ Դու հիվանդ տողն օգնել են ինձ։ Շատ լավ մարդ։ Շատ լավ անձնավորություն ենք։ Պարոն Հակոբ Հակոբյանը իսկապես լավ պատգամավոր է եւ նա փոխանցել է իմ ուսման վճարը, որի համար շատ շնորհակալ եմ։ Հակոբ Հակոբյանը 10-րդ տարին է, որ Տավուշի մարզից ընտրվում է Հայաստանի Հանրապետության պատգամավոր, իրան ճանաչում ենք որպես բարի, իր աշխատանքում միշտ կատարող դեպի լավ օգնել Տավուշի մարզին։ Յուրաքանչյուր տարի, երբ որ կառավարությունը ներկայացնում է ազգային ժողով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, ես բոլոր համայնքներից վերցնում եմ 1, 2, 3 կարևոր հարցեր խնդիրների հետ կապված եւ ներկայացնում եմ կառավարություն։ Եվ կառավարությունը իմ ներկայացածներից որոշ մասը ընդունում է եւ մտնում է հաջորդ տարվա պետական բյուջեի ծրագրի մեջ։ Մոտավորապես թիվը ճշգրիտ չեմ հաշվել, բայց հաստատ կատարած անցած այդ ծրագրերը, որ հաստատվել է բյուջեով եւ կատարվել է, մի մասն էլ այս տարվան այս տարի կկատարվի, կարծում եմ 500 միլիոն դրամից ավելին է։ Իսկ ունեմ նաև արած բժշկական այդ պետական պատվերով ծրագրեր կատարած, մոտարապես մի 120 դիմորդ ինձ եղել է վերջին 5 տարիների ընթացքում, 120-ից երևի թե 110-ը բավարարվել է յուրաքանչյուրին 300,000 դրամ։ Այդ մոտարապես 30 միլիոնից ավել գումար է անում, պետ բյուջեի գումարներն են դրանք։ Էլի նման բաներ շատ է եղել բյուջեի հետ կապված։ Ամեն կիսամյակ մոտավորապես միջին հաշվով 500 ուսանողի 30,000-ով ուսման վարձ եմ տալիս, եթե 5 տարիներ հաշվենք 150 միլիոն դրամից ավելի գումար է լինում, դա արդեն իմ անձնական գումարներից։ Այսինքն ես որպես հայ մարդ կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է իր հնարավորությունների չափով թե ծրագրերով պետական, թե եթե հնարավորություն ունի անձնական գումարներով կարողանա օգտակար լինի մեր ժողովրդին, մեր ազգին։ Հակոբ Հակոբյանի ուշադրության եւ հոգացության կենտրոնում տարածքի բոլոր բնակավայրերն են։ Գանձաքար համայնքում նույնպես բազմաթիվ ծրագրեր կյանքի են կոչվել։ 3500-ից ավել բնակիչ ունեցող համայնքում լուծվել է ճանապարհների խճապատման խնդիրը, նաեւ համայնքի մանկապարտեզի շենքն է Հակոբ Հակոբյանի նախաձեռնությամբ ու անձնական միջոցներով հիմնանորոգվել։ Բազմաթիվ մանկապարտեզներ, դպրոցներ, բուժհաստատություններ, մարզադպրոց, ոլորտ առ ոլորտ Հակոբ Հակոբյանի կողմից արված ծավալուն գործերն ու օժանդակությունները անվերջ կարելի է թվել, որոնք այսօր էլ շարունակվում են ի նպաստ բնակչի բարօրության։